Բեմադրած առաջին ներկայացումը դա Արցախում էր, կոփված բնավորություն ունեցող մարդկանց երկիրն է։ Իմ համար երազանք էր միշտ Շուշիում բացել թատրոն։ Սոսեցիները առանձնահատուկ են Ամարասով։ Շատ ավելի լավ պայմաններով է վերադարձվելու այդ ամեն ինչը, եւ մենք ենք նորից վերադարձնելու, հավատը չկորցնել, առ այն, որ դու անպայման պիտի վերադառնաս։ Քո տուն եւ քո հողի վրա արցախցին չի կարող ապրել առանց Արցախի։ Պարոն Դադասյան, ձեր կենսագրականում նշված է Ժիրայր Դադասյանը ծնվել է Արցախի Սոս գյուղում։ Այո։ Եվ 1 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Արցախում ծնված, բայց Երևանյան միջավայրում մեծացած տղան հետագայում ինչ հարաբերություններ ուներ իր ծննդավայրի հետ։ Անկեղծ ասեմ, ինձ այդքան չէի զգում երևանցի այդ շրջանում, որովհետև այնքան նորմալ էր այդ բանը, այդ հաջորդականությունը էլի ինձ համար։ Իհարկե, երբ որ այնտեղ էի լինում, կարոտում էի իմ Երևանի ընկերներին, բայց երբ որ ստեղ էի լինում, հետո իր հարցակուրտ լինելու որ գնամ, որտեղ այնտեղ բարձա շատ ընկերներ ունեի եւ այդ ամառվա այդ խաղերը, այդ թութ թափելը, այդ ամեն ինչը Ամարասի վանքը, որտեղ իմ հորեղբայրը պահակն էր Ամարասի եւ հիմնականում գնում էի վանք, այնտեղ էի լինում, այդ շատ խորհրդավոր մթնոլորտ էր, միջավայր էր։ Նույնիսկ ընկերներիս էի տանում ուսանող ժամանակ, որպեսզի իրենք էլ տեսնեն այդ հրաշքը, Արցախ կոչվող հրաշքը։ Մի խոսքով դե կապը միշտ եղել է, հետո իմ երկու կողմից իմ ծնողները Արցախից են, բուն արցախցիներ են, էլի, այնպես չի, որ այլ կարգի բարեկամական կապեր չենք ունեցել, բոլորը Արցախից են։ Իսկ երբ պարզեցիք, թե ինչու են ծնողները տեղափոխվել Հայաստան, ինչ զգացողություններ ապրեցիք։ Այդ շրջանում դա 65 թվականն էր, երբ որ գիտեք այդ իրադարձությունները, որ տեղի ունեցան, եւ Հայաստանում իդեպ, եւ Արցախում։ Իմ հայրը դպրոցի տնօրենն էր գյուղում եւ պետք է ասեմ, որ ինքը քանի որ կարմիր դիպլոմով ավարտել էր այստեղ մանկավարժական ինստիտուտը եւ այստեղից անընդհատ իրեն կանչում էին, որ ինքը գա ասպիրանտուրա եւ գա դասավանդի ինստիտուտում, դա առիթ հանդիսացավ այդ 60-ականների այդ հետապնդումներ սկսվեցին, որպեսզի ինքը այնուամենայնիվ որոշում կայացնի եւ գա Երևան։ Եվ կարծում եմ, որ ամենայնիվ իմ պարագայում ճիշտ էր այդ որոշումը, որովհետեւ հետագայում Երևանում արդեն մեծանալով ես ընտրեցի իմ ճանապարհը։ Շատ տարօրինակ մի ճանապարհ իհարկե մեր ամբողջ այդ ազգուտակի համար, որովհետեւ բոլորը ֆիզիկոսներ եւ մաթեմատիկոսներ են, այո։ Եվ իմ հորեղբայր Յաշա Դադասյանը, որ իմ դպրոցի տնօրենն էր եւ մաթեմատիկ էր, իմ մաթեմատիկայի ուսուցիչն էր, եւ հայրս ֆիզիկոս էր եւ եղբայրս աստղաֆիզիկ էր եւ քույրս հիմա էլ դասավանդում է մաթեմատիկա էլի դպրոցում։ Մի խոսքով շատ տարօրինակ էր այդ ընտրությունը։ Կարող ենք ասել, որ միջավայրը նպաստեց, որպեսզի դուք ընտրեք արվեստի ուղին։ Դե բնականաբար միջավայրը ազդեցություն թողեց, բայց բանն այն է, որ այդ ժամանակ մեզ դպրոցից բերեցին ռադիոտուն, ես 4-րդ դասարանում էի եւ մենք պիտի պատմեինք մեր դպրոցի առօրյայի մասին ինչ-որ հաղորդման շրջանակներում եւ երբ որ ռեժիսորը լսեց իմ ձայնը, շատ հավանեց եւ ասեց մենք ունենք այստեղ մանկական հաղորդավարների ստուդիա եւ կուզենք, որ դու գաս միշտ։ Ես սկսեցի հաճախել, իդեպ պետք է ասեմ, որ տարօրինակ կերպով ես իհարկե շատ երկար ժամանակ նաեւ
հաղորդավար եմ եղել ռադիոյի եւ միևնույն ժամանակ զուգահեռաբար զբաղվել եմ մնջախաղով։ Ու իմ ընկերները միշտ ասում էին, երբ որ քեզ լսում ենք չենք տեսնում, երբ որ տեսնում ենք չենք լսում։ Այդ երկուսը չեն հանդիպում ոչ մի կերպ։ Եվ այո, եւ զուգահեռաբար տենց իմ ընկերներից, որ նաեւ ռադիոյում էլի հաղորդավար էր այդ պատանեկան այդ խմբում, Արթուր Բախտամյանը մի օր ինձ ասեց մի շատ հետաքրքիր վայր կա, ստուդիա կա մնջախաղի, ես գնում եմ, գիտես, ասեց շատ հետաքրքիր արվեստ է, իմ համար շատ անծանոթ մի բան էր, գնացի ու հենց այդ առաջին օրվա այդ տպավորությունը առ այսօր հիշում եմ եւ խնդրեցի, որ ես էլ գնամ։ Իհարկե Արթուրը մի քանի ամսից դուրս եկավ, չէր գնում, ես մնացի մինչև հիմա։ Ծնողներն էլ հավանաբար լրիվ ուրիշ դե իհարկե էին կապում ձեզ հետ։ Իմ հայրը այդպես էլ ընդհուպ մինչև վերջ չէր ընդունում իմ ընտրությունը։ Ես արդեն թատրոն էի ղեկավարում, ես արդեն հաջողություններ ունեի, հյուրախաղերի էի մեկնում եւ շատ խոսվում էր իմ թատրոնի մասին այդ շրջանում, ինքը այնուամենայնիվ գիտես չէր ընդունում, բայց մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Նույնիսկ երբ արվեստի վաստակավոր կոչում ստացաք։ Այո, հենց ես այդ մասին էի ուզում ասել, որ երբ որ ինձ առհասարակ հարցնում են այդ կոչումին, ինչպես եմ կոչումներին վերաբերում, ես ասում եմ, որ խիստ անտարբեր եմ այդ կոչումներին, բայց տվյալ պարագայում, իմ պարագայում այնպես ստացվեց, որ երբ որ այդ կոչումը եղավ, դրանից հետո իմ հայրը փոխվեց միանգամից։ Ինքը բացեց իր այդ բլոկնոտը, այդ իր հին, այդ հեռախոսների, իր ընկերներին սկսեց հերթով զանգել եւ հպարտությամբ ասում էր, որ իմ տղան դարձել է վաստակավոր, արվեստի վաստակավոր գործիչ եւ դա իր համար շատ կարեւոր էր։ Մի տարի հետո ինքը մահացավ ու ես հասկացա, որ այնուամենայնիվ դա ոչ թե մեզ է պետք, այլ մեզ շրջապատող մարդկանց, մեր հարազատներին, մեզ սիրող մարդկանց գուցե շատ ավելի անհրաժեշտ են այդ կոչումները, քան թե նույնիսկ մեզ։ Այնպես որ ի վերջո ինքը ընդունեց եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը ընդունելուց հետո նոր հեռացավ։ Կան արժեքներ, որոնք ձեր կարծիքով հենց Արցախում են ձևավորվել, Արցախն է փոխանցել։ Գիտեք ինչն է խնդիրը։ Սկզբում ես չէի հասկանում, իհարկե։ Կային բաներ, որ նորմա, իբրև նորմա ընդունում էի, որ այդպես պիտի լինի, օրինակ սուտ չխոսելը, ազնիվ լինելը եւ պատասխանատու լինելը, այն որ ես տեսել էի եւ իմ ընտանիքում եւ իմ շրջապատում շատ տարօրինակ էր, երբ որ իմանում էի ինչ որ մեկի հետ կապված մի տարօրինակ դեպք, որտեղ խապկանք կա որոշակի եւ դա ինչ որ մի ձևով անդրադառնում է իր վրա։ Տարիներ անց սկսեցի ավելի խորը ուսումնասիրել եւ պատմություն եւ շատ կարծում էի եւ այսօր էլ գաղտնիք չի, որ Արցախը դա այն մեր հայրենիքի հատվածն է, որը դարեր շարունակ այդ լեռներին կպած կոփված բնավորություն ունեցող մարդկանց երկիրն է։ Պատահական չի, որ հենց Արցախից են հիմնականում դուրս եկել հայտնի մեր զինվորականությունը, նաև գիտության մարդիկ հիմնականում, գիտեք, այդ դեռ խորհրդային շրջանում մեր երևանյան, նույնիսկ բուհերի մեծ մասում պրոֆեսորադասախոսական կազմի երևի 50-60% արցախցիներ էին ու հիմնականում ճշգրիտ առարկաներ ի դեպ։ Եվ այդ լեռները եւ այդ ջուրը եւ այդ օդը հատկապես այդ տեսակի մարդ է ստեղծում իմ կարծիքով։ Իսկ հանրաճանաչ սոսեցիներից ում կառանձնացնեք։ Օլեգ Եսայանն էր մեր գյուղից եւ Եսայանը իր հայրը, գիտեք, Մարտունի թերթի խմբագիրն էր, շատ հայտնի խմբագիր էր։ Իմ հոր լավ բարեկամն էր, իրենք ընկերներ էին եւ կարծեմ մենք ինչ որ ազգակցական կապ ունենք։ Այնուհետև Յաշա Դադասյանը իմ հրաշալի հորեղբայրը, որին շատ սիրում եմ, եւ
երկար տարիներ Երևանի դպրոցներից մեկի տնօրենը, որտեղ ես եմ սովորել, իդեպ, եւ այդ դպրոցի անունը ոչ մեկ չգիտեր, այսինքն համարը, ասում էին Դադասյանի դպրոցը, այդպես էին ասում, ու մինչև հիմա են ասում, չնայած հիմա քանդել են, այնտեղ նոր դպրոց են կառուցել այդ վայրում։ Իսկ Սոս գյուղը, սոսեցիները ինչով են առանձնահատուկ։ Սոսեցիները առանձնահատուկ են ամարասով։ Եվ ամարասը իհարկե շատ կարևոր նշանակություն ուներ այդ զորակի ընդհանրապես բոլոր գյուղերի, բայց հատկապես Սոս գյուղի համար, որովհետև հենց Սոս գյուղին էր պատկանում վանքը եւ այն գիտակցումը, որ 4-րդ դարի վանքը, որտեղ Գրիգորիս եպիսկոպոսն է թաղված եւ Գրիգորուսավորչի թոռը, գիտեք, որ դա մի վայր է, որտեղ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցներից մեկն է բացել Հայաստանի, իսկ Արցախում առաջին դպրոցը, այդ գիտակցումը կարծում եմ մի մեծ այսպիսի բան էր առաջացնում, էլի, արժանապատվության զգացում սոսեցիների մոտ, չնայած կար նաև մի փոքր, էդ էլ ասեմ, հետաքրքիր է, կար ինչ-որ մի մրցակցություն Ճարտար գյուղի հետ, որովհետև իսկ իմ մայրը Ճարտարից է, եւ ինձ անդադ ասում են, ինչի Ճարտար չես գնում, ինչի քեզ սիրում են Ճարտարում, ես ասում եմ, չէ, ես սոսեցի եմ, որովհետև այդ զգացողությունը կար, հա, այդ արժանապատվության զգացողությունը վանքի, ինչպիսի տպավորություններ, ոնց որ դու զգում ես շարունակությունը, աննկարագրելի կապ ես զգում քո նախնիների հետ, որոնք որ այդ վանքից սկսել են։ Իսկ որ ասում եք մրցակցություն կար Ճարտար գյուղի հետ։ Երբ որ այնտեղ կառուցվեց օպերայի շենքը, այդպես էին ասում, այդ ամեն ինչը մի առանձնահատուկ շքեղություն էր տալիս եւ գյուղին եւ առհասարակ իրենք հպարտանում էին, հա, որ իրենք տեսակ մի քիչ էլ տենց մեծամտություն ունեին, հա, ու ճարտարացիները տենց հատուկ տեսակ էին, այսպես ասեմ։ Բայց շատ սիրում եմ իմ պապը, որը որ կոշկակար էր եւ անընդհատ ես իր մոտ գնում էի կոշկակարի իմիջայլոց ասեմ ձեզ այդ տունը իմ մամայի, հա, տունը Ճարտարում այնտեղ կամարի վրա գրված էր 1860-ական թվականների արված տուն էր եւ այդտեղ առաջին անգամ իմ պապիկը թաքուն ինձ գինի խմել սովորեցրեց, ես 6-րդ թե 7-րդ դասան էի, ասեց խմի շուշուտ, քանի տատին չի եկել, այտենց լցրեց գրաֆինով ու անմիջապես այդ պտր հանկար, մի անգամից փակեց, այնտեղ դրեց ու այդ գրաֆինը գինու ասեց, որ հանկարծ չիմանա, տատիկը դե շարմախ տատիկը, ոնց կարող է դա աչքից բաց թողնել, գալիս էր ասում էր, նորից ես երեխուն դու սովորեցնում ես գինի խմել, դե պարզ է, պապիկն ասում է, բայց ես Ճարտարում շատ չէի լինում, ես հիմնականում լինում էի իհարկե Սոսում, եւ այդպես Սոսը դարձավ ոնց որ ասեմ իմ սկիզբը, եւ ես շատ հույս ունեի, որ իմ վերջը կլինի, բայց ցավոք սրտի, չնայած դեռ հույսեր ունեմ շատ։ Կհիշեք ձեր բեմադրած առաջին ներկայացումը։ Իհարկե իմ բեմադրած առաջին ներկայացումը դա Արցախում էր եւ ուսանողության տարիներին, երևի երկրորդ կամ երրորդ կուրսում էի, ամռանը էլի նորից այնտեղ էի հանգստանալու, բայց հատուկ պլանով էի գնացել, որոշել եմ, որ անպայման պիտի բեմադրություն անեմ եւ որոշել եմ, որ հենց պլպուղի պետքա բեմադրեմ եւ բարբառով։ Եվ գյուղի երիտասարդներին, հա, հավաքելով, բայց այդ գիտեք, այդ շրջանը այնպիսի սեզոն էր, որ թութը թափ էին տալիս, շատ ակտիվ, եռուզեռեր եւ շատ զբաղված էին բոլոր գյուղացիները, հատկապես երիտասարդները։ Իսկ ըստ սցենարի, որը ես այդ բեմականացումը հատուկ արել էի, այնտեղ տղաներ էին, հիմնականում այդ երիտասարդ տղաները պետք է մասնակցեին։
ներկայացմանը եւ այդ բոլոր այդ տղաները թափչիներ էին, էլի։ Իսկ այդ ակտիվ սեզոնին պարզա որ դու ուզում ես փորձեր անես, բան անես, բան եւ այլն, իսկ կոլխոզի նախագահան, որ իմ մորաքրոջ ամուսինն էր եւ իրանց տանն էր մնում, ասում էր այ տղա, այս նեղ մաջալին դու ինչ ես որոշել անել, ասեցի չէ, պետքա պարտադիր անել։ Պետքա մի քիչ բաց թողնես այդ տղաները մի քիչ շուտ գան, որպեսզի ես իրանց հետ չիտկա անեմ, ասում չիտկան որ նա դերերը տուր թող անգիր անեն, գան խաղանել այտենց գիտես ինչքան են խաղացել, ասում եմ չէ, տենց չի, մենք օրենքով պետք է ամեն ինչ անենք, ինչ-որ չիտկաներ էինք անում, բան, երկար, բարակ, այս տղաները պարզա ամեն ինչ անեկդոտի էին վերածում, անընդհատ պրավալ էր գնում այդ չիտկաները, մինչև մի կերպ եւ ինչ որ անհրաժեշտ էր, անմիջապես էին անում, հա, ասենք ինձ դեռ պետք էր կաչաղակ, որին իբր կրակել են տենց սատկած մի կաչաղակ էր պետք, որսորդ Էդոն Մուսայելյան գնաց, ուրեմն խփեց, երկու կաչաղակ բերեց։ Ասի մի հատ ծառ պիտի լինի բեմում, գնացին մի հսկայական ծառ կտրեցին, բերեցին քաշտալով, որ բեմում դնեն, որ չեր մտնի էլի այդտեղ։ Վերջը մի ճյուղը կտրեցինք, տենց դրեցինք։ Մի խոսքով արեցինք ի վերջո այդ բեմադրությունը, բայց ամենազավեշտալի պատմությունը, որ եղավ ներկայացման ընթացքում էր, ես խաղում էի պլպուղու դերը, իսկ Արմիկը խաղում էր Մելիք Շահնազարի դերը, եւ այնտեղ գիտեք հայտնի պատմություն կա, երբ որ փող է տալիս պլպուղուն, ասում է գիտես հյուրեր եմ ունենալու, հանկարծ բաներ չանես էլի իմ վրա ինչ որ կատակներ չանես, շուլուխներ չանես հանկարծ, հա ասում է հարց չկա, փողը վերցնում է, բայց այն ամենա կրիտիկական պահին, երբ որ հյուրերը լավ զվարճացել են, կերեր խմել են, ասում է այդ քթի պատմությունն է, հա, որ ասում է քիթը թոքիտ չի, ասում է հանցալա պատումճանինի ճկտմաչատ կախնկած։ Ես այդ ֆրազան պետք է ասեմ, իսկ եւ բարձա մենք Արմիկին տենց քիթ էինք սարքել, կպցրել էինք տենց պլաստիլինից, ու ես շրջվում եմ, որ ասեմ, տեսնում եմ քիթը պոկվել ընկել է։ Ես վերցրեցի այդ քիթը, ասեցի, դու այս sense քիթ ունեիր, ոնց որ բադրջանելներ ու նորից կպցրեցի։ Իմպրովիզացիա։ Ահա, այդպես ուղակի դահլիճը թուլացել էր ծիծաղից, տեղ չկար, պատուհանները բացել էին, այսպես գլուխները մցրել էին ներս, նայում էին, այնտեղ կանգնողներին պատմում էին ինչա տեղի ունենում ներսում, այսինքն այդ տեսակ մի աժիոտաժ էր, մեծ տպավորություն ստացա ես։ Վստահ եմ գյուղացիները մեծ կարոտով են հիշում այդ ներկայացումը, հատկապես նրանք, ովքեր ներկայ են եղել։ Այո, հիշում են եւ առ այսօր հիշում են եւ շատերը, ովքեր որ պատահական հանդիպում են կամ ինչ-որ առիթով հանդիպում ենք, միշտ հիշում են այդ բեմադրությունը եւ մի անգամ արված բեմադրություն, դա գիտեք շատ թանկ բան է իմ համար, որովհետեւ շատ քչերի կյանքում կարող է նման բան լինել, հա, որ այնպիսի հաջողություն եւ այնպիսի սեր, ջերմություն, որը որ դու ստանում ես եւ մարդկանց հիշողության մեջ տպավորվում է տասնամյակներ։ Իսկ դա 83 թե 84 թվականն էր, այսինքն 40 տարուց ավել է անցել, բայց դեռ մարդիկ հիշում են։ Իսկ չէիք ցանկանա վերակենդանացնել եւ վերաիմաստավորել պլպուղու զվարճապատումները, որոնք դարձել են ժպիտի ու խորիմացության խորհրդանիշ ու արդիական բոլոր ժամանակներում։ Իհարկե, այդ մտքերը միշտ եմ ունեցել, անկեղծ ասեմ, եւ շարունակ մտածել եմ ինչ լուծումներ գտնել, որովհետեւ գիտեք, ժամանակը կանգ չի առնում։ Դա այն ինչ որ ես ուսանողության տարիներին արեցի, դա ընդամենը փորձարկում էր, հա, կարելի է ասել, փորձ էր, ինքս ինձ էի փորձում, թե կարող եմ ստանալ այնպիսի դրամատուրգիական կառույց, որը կսկսվի, կգնա, կզարգանա, կհասնի կուլմինացիայի եւ հետո ավարտ կունենա, հա, այսինքն բայց հիմա
երբ որ մտածում ես դա շատ ավելի լուրջ է եւ պետքա դրան մոտենալ մի քիչ ավելի հաշվի առնելով ժամանակի փոփոխությունը եւ հաշվի առնելով այն տեխնոլոգիաները, որոնք այսօր կան, իսկ թատերական արվեստն էլ է շարունակ զարգանում եւ կանգ չի առնում, բայց ասեմ, որ դե իհարկե իմ ավելի բուն մասնագիտությունը մնջախաղի բեմադրություններն են, հիմա ես բեմադրություն եմ անում Պարոնյանի անվան թատրոնում, բայց կրկին դա պլաստիկ ներկայացում պիտի լինի Դավիթ Ամալյանի ուրեմն մյուզիկլն է, որը կոչվում է Սիրո մեղեդի, եւ կրկին պիտի լինի պլաստիկ ներկայացում, այսինքն պլպուղին առանց այդ հումորների անհնար է, հա, այսինքն հնարավոր չի պլաստիկ լուծումով, բայց իբրև դրամատիկ բեմադրություն իհարկե մտածում եմ այդ մասին եւ կարծում եմ, որ դա հնարավոր կլինի։ Իսկ հետագայում այստեղ արված ձեր ներկայացումներում անդրադարձել եք արցախյան կյանքին։ Դե հիմնականում դա այն հիմնական բեմադրությունն էր Արծվաբերդը, որը ես արեցի Շուշիում ռեալական ուսումնարանի շենքի 2013 թվականին, որի համար արժանացել է Արտավազդ մրցանակի, որպես տարվա լավագույն թատերական 2014-ին արժանացա հատուկ մրցանակի Արտավազդ, որպես լավագույն թատերական պրոյեկտ, նախագիծ, դա իսկապես այդպես էր, ես անհամեստություն չանեմ, իսկապես տպավորիչ չափազանց ներկայացում էր, ավելին էր, քան պարզապես ներկայացում։ Այո, եւ ներկաներն էլ շատ տպավորված էին եւ նույնիսկ ասում են, թե այն շրջակա գյուղի բնակիչները քարին տակում, շոշում, աթոռները դրած լսում էին այդ հրաշալի երաժշտությունը Անդրեյ Բաբաևի, որը բնականաբար մենք լիբրետոն փոփոխության էինք ենթարկել եւ ամբողջ այդ ռեալականի շենքը դարձրել էինք ամրոց եւ այդտեղ իշխանների միջև տեղի ունեցող խնդիրներն էր, սիրո պատմությունը, մի խոսքով դա չափազանց տպավորիչ էր եւ պետք է ասեմ ամեն շաբաթ գնում էի Շուշի, որովհետեւ այնտեղ պետք է փոփոխություններ արվեր, այդ ամեն ինչը արվեց 4 ամսվա ընթացքում մենք աշխատեցինք եւ սեպտեմբերի 1-ին մեր մոտ պրեմիերան էր, միջից որոշ լուսանկարներ իմ մոտ պահպանվել է Ստեփանակերտի Պիտաչոկում մեծ աֆիշա էր դրած եւ տարբեր տեղերում եւ Շուշիում նույնպես ամենուր տոնական տրամադրություններ եւ շատ տոնական տրամադրություններ, այո։ Իսկ Արցախի պատմության ու պայքարի այդ պատկերումը ինչ փոխեց ձեր ներսում բեմադրման հենց օրվանից։ Ես պետք է ասեմ, որ իհարկե ես մի ուրիշ գործով էլ էի զբաղվում 2000-ականներին Շուշի վերածնունդ հիմնադրամի մշակութային փորձագետն էի եւ նաեւ մի քանի ֆիլմեր արեցի եւ մի ֆիլմ արեցի, որ կոչվում էր Մեր Շուշին, այդ ֆիլմը եւ այնտեղ ցուցադրվեց բնականաբար, բայց Հայաստանում ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ որպես բաց դաս Շուշիի, նշված ժամին բոլոր դպրոցներում հեռուստացույցերը միացրել են եւ նայել են այդ 20 րոպեանոց ֆիլմը, որը կոչվում էր Մեր Շուշին եւ պատմում էր Շուշիի հայկական Շուշիի պատմության մասին։ Բնականաբար շատ նյութեր էի ուսումնասիրել եւ նաեւ ժամանակին Շուշիում տպագրված մամուլի ինչ որ պահպանվել էր ծանոթացա, բավական հետաքրքիր նյութեր կան դրա վերաբերյալ եւ առանձնահատուկ Խանդամիրյանց թատրոնի վերաբերյալ, առանձնահատուկ ռեալականի վերաբերյալ, Շուշին իմ երազանքի քաղաքն էր եւ ինձ համար իսկապես Արցախը Շուշիով է։ Այդքան մենք խոսեցինք Ամարասից, Սոսից, բայց Արցախը Շուշիով է։ Ու իմ համար երազանք էր միշտ Շուշիում բացել թատրոն, շատ երազում էի ուղղակի, շատ ուզում էի, որ դա լինի։
Իսկ եթե այն այսօր բեմադրվեր, ինչ փոփոխություններ կմտցնեիք Արծվաբերդի մասին։ Արծվաբերդը, երբ որ վերադարձանք Արցախից, մշակույթի նախարարը ուզում էր, որ դա օպերային թատրոնում տեղայնացվի այդ ներկայացումը, ես խիստ դեմ էի, ես ասացի, որ այդ ներկայացումը կարող է ցուցադրվել միայն Շուշիում, Ռեալականում կամ նմանատիպ մի վայրում, այսինքն ինքը պիտի լինի այդ տեսակ բացօթյա ներկայացում ու այդպես էլ չտեղայնացվեց, չնայած եւ կոստյումները կա, եւ արտիստները կան, եւ այսինքն որևէ խնդիր չկար անելու, հա, բայց այդպես չարվեց։ Հիմա մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետեւ դա բացառիկ մեկանգամյա երևույթ էր ու այդպես երևույթ էլ պիտի մնա։ Պարոն Դադասյան, ունեք վախ, որ սոսի կամ ընդհանրապես արցախյան արմատները կարող են մոռացվել։ Իմ պարագայում կարծում եմ ոչ, որովհետև բանն այն է, որ իմ տղան էլ դեռ մանուկ հասակից միշտ տատիկի, պապիկի հետ գնում էր, ուղարկում էինք ամառները Արցախ, այնպես որ ինքն էլ խիստ կապված էր, հետո իմ հետ էր միշտ գալիս, ինքն էլ խիստ կապված է։ Բայց ես վստահ եմ, որ այս պատմությունը այսքանով չի ավարտվում եւ չի կարող ավարտվել։ Նորից վերադառնալու ենք, նորից վերադարձվելու է, շատ ավելի լավ պայմաններով է վերադարձվելու այդ ամեն ինչը եւ մենք ենք նորից վերադարձնելու եւ այս վախի բանի, այս չպատերազմի, այս անհասկանալի բաները պետք է ուղղակի թողնել, որովհետեւ մեր կյանքում բաներ են տեղի ունենում եւ տեղի ունեցել եւ պատմությունն է 1000 անգամ դա ապացուցել, որ ստեղծված իրավիճակները իրենք են լուծումները առաջարկում։ Ուղղակի պետք է կամքդ ամուր լինի եւ կարողանաս հավատդ չկորցնել, առայն որ դու անպայման պիտի վերադառնաս քո տուն եւ քո հողի վրա։ Այնտեղ ավելի ամուր է, քան այստեղ։ Այս խոսքերն ասել եք այն ժամանակ, երբ Արցախի մեծ հատվածը կորցրել եք։ Այո, ժողովրդի ոգին նկատի ունեք, թե այլ բան։ Այո, ես նկատի ունեմ ժողովրդի ոգին, որովհետև արցախցին չի կարող ապրել առանց Արցախի։ Եվ վաղ թե ուշ ինքը վերադառնալու է։ Իր սերունդներն են վերադառնալու։ Դա անհնար է ուղղակի պատկերացնել, ուղղակի քո կողքին գտնվող քո երկիրը մնա առանց քեզ, դա անհնար է պատկերացնել եւ ես նույնիսկ իմ հարազատներին, ովքեր որ շատ ծանր են տանում բնականաբար, միշտ ասում եմ, որ վերադառնալու եք ու մենք դա տեսնելու ենք։ Պետք է այդ հավատը ամուր լինի եւ վստահություն լինի, այդ ժամանակ ամեն ինչ տեղի կունենա։ Ես ավելի քան վստահ եմ։ Այդ Ստեփանակերտ քաղաքը, այդ հայկական ամենամաքուր ու ամենագեղեցիկ քաղաքը, իմ տեսած բոլոր հայկական քաղաքների մեջ չի կարող լինել օտարինը։ Դա պետք է լինի արցախցիների մայրաքաղաքը ու այդպես էլ լինելու է։ Իսկ ի՞նչն է ձեզ այսօր խանգարում պինդ մնալու, ստեղծագործելու, արժանապատիվ ապրելու համար։ Մտայնությունները ամբողջ կապված մեր երկրի հետ, մեր մեծ հայրենիքի եւ մեր փոքր հայրենիքի հետ, որովհետեւ այս խնդիրները ուղղակիորեն թույլ չեն տալիս լիաթոք ինչ որ մի ուրախություն ունենալ ինչ որ մի առիթի դեպքում։ Հնարավորություն չեն տալիս լիարժեք գործել նույնիսկ, հա, որովհետեւ այնպեսի անորոշություն է շուրջը, որ ավելի շուտ ուզում ես որոշակիություն մտնի եւ հստակություն մտնի, որպեսզի կարողանաս գոնե ուղենիշը քո համար հստակեցնես։ Այդ խնդիրն է, բայց այնուամենայնիվ մենք շարունակում ենք ու ես ձեզ պետք է ասեմ, որ
Ես ավելի շատ հիմա կենտրոնացել եմ իհարկե ինստիտուտում ուսանողների հետ աշխատանքի վրա, որովհետև վստահ եմ, որ այս ամեն ինչը կանցնի, բայց երբ որ գան այն ժամանակները, երբ որ պետք է գործել, մեզ մասնագետներ են պետք եւ այդ մասնագետները այսօր պիտի կրթվեն։ Դրա համար իմ հիմնական ուշադրությունը, քանի որ ես նաեւ հիմա Թատերական ինստիտուտում ղեկավարում եմ ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության ամբիոնը եւ հիմնական, այսպես ասած, կենտրոնացումը նոր սերնդին կրթություն տալ եւ ժամանակակից թատրոն ներարկել, բնականաբար բոլոր այն արժեքներով հանդերձ, ինչը որ ես իմ համար այս իմ կյանքի ընթացքում որդեգրել եմ, ճշգրտել եմ, մշակել եմ եւ այդ արժեքներով պատրաստել այն վաղվա մասնագետին, որը որ վաղը պիտի աշխատի արդեն նոր փոփոխված իրավիճակում։ Իսկ կա մի բան, որ ձեզ օգնում է չհուսալքվել ու պայքարել Արցախի վերածննդի համար։ Շատ բարդ է այդ հարցը։ Շատ բարդ է, որովհետև իմ հիմնական հույսը եւ հավատը դեպի մեր ժողովուրդն է, որովհետև մեր ժողովուրդը շատ տարբեր իրավիճակների միջով է անցել։ Ես առհասարակ հայ ժողովրդին նկատի ունեմ եւ միշտ գալիս է այն պահը այնուամենայնիվ, երբ որ ինքը հստակ գիտակցում է եւ ոտքի է կանգնում։ Եվ ես այդ հույսով սպասումի մեջ եմ, որ դա պիտի տեղի ունենա եւ մենք նորից պետք է մեզ վերագտնենք։ Հիմնականում այն ինչ որ ես կուզեի ասել, դա այն հավատն է, որը պիտի մեզնից յուրաքանչյուրն ունենա, որովհետեւ դրա անհրաժեշտությունը վաղը լինելու է։ Այսօր պիտի հավատանք, որ վաղը գործենք։